Թե ինչ հարգելի հեռուստադիտող, մենք վերադարձանք տաղավար, դուք եթերում դիտում եք գրագետ դադարը, իսկ այս պահին մենք շարունակում ենք մեր ինֆորմատիվ եւ հետաքրքիր զրույցները։ Խոսելու ենք Հարեհաս ծրագրի վերաբերյալ, այստեղ տաղավարում են զարգացման ծրագրի ղեկավար Ադրիանա Մարությանը, ողջունում եմ ձեզ, եւ տեքստագիր Լիլիթ Մանուչարյանը։ Ողջույն աղջիկներ։ Կիրակի առավոտյան կարծում եմ ինչ-որ բաներ արդեն հասցրել եք մինչև տաղավար գալը, այդ առավոտյան ժամերի մասին եմ ուզում նախոսեք, նոր կանցնենք ծրագրին։ Այո, ողջույն Անահիտ ջան, շատ ուրախ ենք նախ ու շնորհակալ, որ այսօր այստեղ ենք ձեր տաղավարում ու պատմելու ենք մեր Հարեհաս ծրագրի մասին։ Ինչ վերաբերվում է առավոտը անցկացնելուն, իմ առավոտը ինչ տեղափոխվել եմ Զովաբեր գյուղ, հիասքանչ է բացվում։ Զովաբեր գյուղը Գեղարքունիքի մարզում է։ Այո, մեր ծրագիրը այնտեղից ենք մեկնարկում։ Խոսենք շուտով։ Այո, ու առավոտները այնտեղ հիասքանչ են, կարող եմ ասել։ Կարծում եմ թարմոտ, լավ էսպես տրամադրություն, հիմա այլ եղանակը գնալով տաքանում է, գնահատել պետք է վստահաբար։ Լիլիթի դեպքում ինչպես է, ոնց եք սիրում առավոտները անցկացնել։ Այո, բավականին լավ է սկսվել առավոտս հաշվի առնելով փոքր աղջկաս միջև 2 տարեկան հետ արթնանալու պահերը, այո, շատ ակտիվ եւ ուրախ է։ Ընտիր, քանի որ մարտի 9-ն է, դեռ 1 օր էլ չի անցել կանանց տոնից, թույլ տվեք ձեզ շնորհավորել նաեւ մի ամսյակի արդիվ։ Շնորհակալ ենք, մենք էլ ենք ձեզ շնորհավորում։ Եվ բոլոր հեռուստադիտողին այդ թվում նաեւ աղջիկներ, միասին խոսելու ենք ձեր ծրագրի մասին, նախ հեռուստադիտողին ասեմ, որ Գեղարքունիքի մարզում շուտով մեկնարկելու է Հարեհաս ծրագիրը եւ հենց այդ ծրագրի մանրամասների մասին ենք խոսելու մեր հյուրերի հետ միասին։ Հարեհաս բառը արդեն ինձ մոտ ասոցիացիաներ առաջացնում են ինչ որ բանի շուտ հասնելու, այսպես փրկելու իրավիճակի մասին է խոսքը գնում, նախ ծրագրի մասին պատմեք, հա, ինչ է դա իրենից ենթադրում եւ Գեղարքունիքի մարզում մեկնարկող այս ծրագիրը ինչ խնդիրներ է լուծում եւ ինչպես ասում են Հարեհաս այդ ինչին եք հասնելու, ինչ խնդիրներ եք նկատել այս մարզում։ Երկիրը շնչող ապրող օրգանիզմ է, որի առողջ զարգացման համար անհրաժեշտ է, որպեսզի համայնքները լինեն կենսունակ, ինքնաբավ եւ համագործակցող մեկը մյուսի հետ եւ Հարեհաս նախագծի նպատակն է զարգացնել համայնքները կրթելով կանանց։ Իրականում ինչու հենց կանանց, որովհետեւ կանայք եւ կանայք ու նաև անչափահասների մասին է խոսքը։ Կանանց մասին է, որովհետև կանանց դերը շատ մեծ է երեխաների զարգացման եւ կրթության հարցում, իրականում բոլորիս համար կարծում եմ ակնհայտ է, որ մայրիկները, տատիկները շատ ավելի են ներգրավված այդ գործընթացում, կրթական process-ները, երեխաների զարգացման ամբողջ փուլում եւ քան տղամարդիկ, հայրիկները, ընտանիքի մյուս տղամարդ անդամները։ Եվ առանց գիտակից եւ կրթված կնոջ կարծում ենք, որ անհնար է ստեղծել առողջ հասարակություն։ Շատ համաձայն եմ, իսկապես այս մարտիության ընդհանուր տրամադրության մեջ դա իսկապես պետք է շեշտել, որ առողջ ու զարգացված հասարակության համար կիրթ կանայք, ընդհանրապես կիրթ մարդիկ իսկապես շատ պետք է։ Ադրիանա, խոսենք մարզի, հա, ընտրության հետ կապված, ինչու այս մարզը միգուցե ես կարծում եմ խոցելի է մնացածի համեմատ, ընտրությունն ինչպես կանգ առավ Գեղարքունիքի մարզի վրա։ Ցավոք սրտի ամբողջ հանրապետությունն է այս պահին խոցելի եւ նաեւ դա Գեղարքունիքի վրա շատ մեծ ազդեցություն ունի եւ թվով շատ հետազոտություններ կան, թվով Գեղարքունիքը ամեն ինչում վատ կողմից ցավոք սրտի առաջինն է գործազրկության չափով սերով պայմանավորված աբորտների հետ կապված առաջին շարքում է, հա, կրթվածության մակարդակի եւ այլնի, բայց այնտեղ կա ահռելի ներուժ։ Ես ինքս բացահայտել եմ դա ու գյուղում ապրելով ես տեսնում եմ այդ մարդիկ ինչ ուժեղ են։ Ու հավատացեք, մեզնից 1000 անգամ ուժեղ են ու ամեն օր իրանց այդ աշխատանքը, որ հարցնում ես կնոջը, ասում ես ինչ եք անում, ես չեմ աշխատում, տանն եմ, բայց ասում եմ մի հատ եկեք ձեր ամբողջ օրվա գրաֆիկը միասին նստենք նայենք, դուք կհասկանաք, որ դուք ավելի մեծ աշխատանք եք անում, քան մենք աշխատավայրում եւ այլն։ Ուզում եմ պատմեմ մի պատմություն, որից սկսվեց այս միտքը ինձ մոտ ու ես հավաքեցի իմ կողմ շատ մեծ թիմ, համայնք
ու մենք սկսեցինք հարեհաս ծրագիրը։ Մենք հերթական մարզայցի ժամանակ փորձում էինք կարիքները բացահայտել մարդկանց, հա, այնտեղ տենց տխուր թեմաներ են, սոցիալական վիճակ եւ այլն, ու մեկ տնայցի ժամանակ, որտեղ շատ վատ վիճակ էր, իրոք, ես հարցրեցի, դե ինչ է ձեզ հարկավոր, այն մինիմալ բաները ինչ կարող ենք ձեր համար անել, եւ կինը, մայրիկը, ով ուներ 5 երեխա, թե ինձ համար էլ էր զարմանալի, ասեց կլարնետ։ Ու ինքը շարունակեց, ասեց սենց կլարնետ պետքա լինի, այդ պետքա լինի, ուրիշը չլինի։ Ասի լավ, ու ինքը սենց մեզ արագ ճանապարհեց, էլի, ոնց որ էտա պետք, եթե կարեք, չէ, մեզ բան պետք չի ուրիշ։ Ասեցինք լավ, ու մեզ շատ այդ գրավեց, հա, մենք զարմացած դուրս եկանք եւ այլն, եւ գնացինք կլարնետը ու 2 ամիս անց իր տղան Իտալիայում առաջին տեղը զբաղացրեց դրանով։ Ու իմ համար այդ լուրը այդքան շատ վաու էր, հա, բայց ամենատպավորիչը մի շաբաթ հետո ամբողջ գյուղից զանգերն էին ու երաժշտական գործիքներ էին մարդիկ ուզում, ձեռքի աշխատանքի պարագաներ, այսինքն մի կնոջ որոշումը գյուղում մտածողություն փոխեց։ Դա ողջունելի է։ Այո, ու պատկերացրեք, եթե մենք ամեն գյուղում ունենանք կանանց մի շարք այդպիսի արժեք ստեղծող, ուժեղ, խնդիր լուծող, բարձրաձայնող, մենք կունենանք 6 տարի անց 3520 կին, ով կունենա այլ արժեհամակարգ ու կձևավորվի գյուղը, հետո մարզը, հետո կլինենք ուրիշ մարզերում, ու մենք շատ ոգևորված ենք, որովհետև արդեն տեսնում ենք հարեհասի արդյունքները։ Ինչ արդյունքներ եք տեսնում, ավելի առարկայական կարող եք ասել։ Այո, մենք ունենք արդեն փորձեր, հա, ընտանիքներ, կանայք։ Մեկնարկը արդեն տրվել է ծրագրի, ոնց հասկացա։ Այո, ծրագրի մեկնարկը մենք տվել ենք Զովաբեր գյուղում, որտեղ վերանորոգել ենք ամբողջ տարածքը, որտեղ դասերը պետք է անցնեն, հա, ու Զովաբեր գյուղում մենք մի քիչ պատմեմ հենց սկզբից, հա, ոնց է մեր ծրագիրը, որ փուլային պատկերացնենք։ Մենք սկսում ենք խնդրի բացահայտումից, հա, մեր դասընթացները ուղղակի դասընթացներ չեն։ Նրանք ձևավորված են ինչ-որ խնդրի լուծում տալու։ 3 ամիս մենք փորձելու ենք ինչ-որ խնդրին լուծում տալ։ Օրինակ Զովաբեր գյուղում մենք կանանց հետ, գյուղի հետ, մեր մարզի ղեկավարների հետ ենք այդ ամենը անում ու փոխաջակցության մեջ ենք իրար հետ։ Բացահայտում ենք խնդիր։ Զովաբեր գյուղում այդ խնդիրներից է մանկական զարգացման կենտրոնի բացակայությունը։ Ու մենք կանանց հետ միասին այդ ամբողջ 3 ամիսը հիմնելու ենք կենտրոն, որտեղ հենց աշխատելու են այդ կանայք եւ դրսից իհարկե նոր մասնագետներ, բայց հենց այդ կանայք են բացելու ու դա շատ կարևոր է։ Իրանք այդ process-ներով ամբողջ անցնելու են ու ունենալու են խնդրի լուծում գյուղում։ Ու ամեն գյուղում 88 գյուղում մենք խնդիր ենք բացահայտելու, լուծելու ենք ու գնալու ենք հաջորդ գյուղ, բայց ամենակարևոր բանը, որ 3 ամիս անց մեր ծրագիրը չի ավարտվում։ Եվս 3 տարի գյուղը ունենալու է մենթորներ, ովքեր պարբերաբար կապի մեջ են լինելու, ընթացքում փորձելու ենք գյուղի ուրիշ խնդիրների վրա ներգործություն ունենալ, հա, օրինակ, այստեղ մենք Զովաբեր գյուղում ունենք հսկայական մշակութային կոնթորներ, հա, շատ մեծ, նենց արժեքներ, որոնք եթե մենք վերականգնենք, դա շատ մեծ նախ աշխատատեղեր է լինելու եւ այո, նաեւ աշխատատեղեր, մշակույթ կզարգանա ու նաեւ այդ հարցերին մենք փորձելու ենք հենց կանանց հետ լուծումներ գտնել։ Եթե առարկայական խոսենք, ստացվում է գյուղում խնդիրը բացահայտվեց, այդ խնդրի հետ կապված որոշակի աշխատանքներ տարվեց, ենթադրենք զարգացման կենտրոն բացվեց, հաճախում են երեխաները, աշխատում են տեղի կանայք ու ընթացքում մի քանի խնդիր է լուծվում, նաև կանանց զբաղվածության հարցն է լուծվում։ Զբաղվածությունը, աշխատելու հնարավորություն է ստեղծվում, անվճար կրթություն ստանալու շարունակական, որովհետև 6 տարիների ընթացքում մենթորները անընդհատ լինելու են կանանց կողքին եւ աջակցելու են այդ բոլոր նախագծերի ստեղծմանը։ Իրականում, եթե ամեն ինչ գնա այնպես ինչպես որ պլանավորում ենք, մինչև 176 բիզնես նախագիծ է ստեղծվելու, ինչը մեր փոքր երկրի համար շատ մեծ թիվ է։ Վստահաբար։ Աղջիկներ, հետաքրքիր է բիզնես նախագծերը ովքեր են առաջարկում, համայնքում ապրողներ, թե միգուցե դուք խնդիրները բացահայտելուց հետո ասում եք, այ սրա համար այս առաջարկը լավ կգործի։ Մենք միասին ենք աշխատում, համայնքի գյուղացիների հետ միասին եւ մասնագետների դրսից, այսինքն մենք ներկայացնում ենք խնդիրը ու միասին փորձում ենք շատ ճիշտ դիպուկ
լուծում տալ, որ դա հանրօգուտ լինի եւ նաեւ այդ գյուղով չի սահմանափակվում, հա, այդ ամենից շահում են նաեւ ազդեցությունը շատ ավելի լայն է, ամբողջ մարզն է օգտվում այդ մշակութային տեղից, բիզնեսից եւ այլն։ Հետաքրքիր է ինչ որ չափով կարծում եմ վիճակագրություն էլ կունենաք, նախ շատ ողջունել որ թվերով եք խոսում, որովհետև հստակ երևում է որ խնդիրները բացահայտվում են ինչ որ չափով։ Հետաքրքիր է որ խնդիրներն են, որ հիմնականում այսպես առաջնագծում են, որ նկատում եք, որ գրեթե բոլոր համայնքներում այս խնդիրը կա։ Կարծում եմ գործազրկության բարձր ցուցանիշն է, որը ակնառու է բոլոր մարզերի համար։ Եվ իրոք այս նախագծերով մենք հնարավորություն ենք ստեղծելու նոր աշխատատեղերի ստեղծմանը, ինչը կարծում եմ գործի կեսն է, եթե ոչ ավել։ Ու նաև կարևոր է շարունակականությունը, հա, այսինքն մի բան եթե շարունակական է ու ինքը 3 ամսով չի, ես որ ասում եմ 6 տարով, ինքը նաև 6 տարով չի, հա, այսինքն եթե մենք մի գյուղ հասանք 6 տարի հետո մինիմալ ժամկետի մասին այսինքն։ Դա այսինքն 3 տարի հետո մենթորություն է եւ շատ շարունակական մենք այդ ընթացքում ներգրավելու ենք մեր գործընկերներին, մեր ընկերներին, հա, ովքեր էլի վարվում են այդ համայնքների զարգացման խնդրով ու իրանք էլ են միանալու, մենք շատ հետաքրքիր հանդիպումներ, մենք մեր խնդիրը նաև նա է, որ կարողանանք գյուղը արտնացնենք, հա։ Այնտեղ շարժ լինի ու մեր բացումը շատ հետաքրքիր էր, որ այնտեղ ամբողջ գյուղներ ներկա, ու սենց շատ մտերմիկ, ջերմ մթնոլորտեր, այո։ Ու այդ ինձ համար այդ սենց ամեն ինչ է ու մեր թիմը սենց այ դրա համար է։ Ես ձեր աչքերից արդեն կարդում եմ, որ ձեր դեպքում ինքը վարվում է։ Այո, մեզ համար շատ հետաքրքիր էր, որ հենց Զովաբեր գյուղում, ամեն գյուղում չի նման իրավիճակ, կանայք բաց են այդ նորարարություններին։ Դա այնքան կարևոր է, որովհետև եթե մարդ պատրաստ չի փոփոխությունների, նրան բոցավառելը ներքուստ շատ ավելի դժվար է։ Իսկ երբ որ այդ կրակը կա, մենք հնարավորություն ունենք էլ ավելի շատ, էլ ավելի վառ այն դարձնելու։ Եվ ինչն է ամենակարևոր բաներից, որ մենք հնարավորություն ենք տալիս, որպեսզի կանայք առհասարակ համայնքի անդամները իրենք իրենցով, իրենց մեջ, իրենց ուժը ներքին օգտագործելով ստեղծեն այն լավագույն պայմանները, որոնք թույլ կտան իրենց լավ կյանք ունենալուն, ոչ թե դրսից հովանավորներից օգնություն սպասեն եւ ասեն եկեք մեր գյուղում ենթադրենք մանկական կենտրոն հիմնենք, ոչ։ Շատ հետաքրքիր է, այսօր մեր զրույցներն ամբողջությամբ կառուցվել են այդ ներքին տաղանդները բացահայտելու մեջ, բայց եկեք համաձայնվեք, որ երբ չկան հնարավորություններ, երբեմն քո ներքին տաղանդները քո մեջ սպանվում են հենց քո կողմից։ Այ հետաքրքիր է այդ կանայք ինչպիսի արձագանք են տալիս, երբ օրինակ ասում ես, այ գիտես դու ոչ միայն հաց թխելու համար ես, այլ նաև ինչ որ բիզնես կենտրոնում հաստիկ զբաղեցնեն, ենթադրենք ինչ որ բան անելու համար, իրենք ինչպես են պատասխանում ձեր այս արձագանքին։ Ես մի բան կարող եմ ասել, որ մեր ամբողջ այդ բացման օրը իրենք էին կազմակերպել ու այնքան ոգևորվածությամբ ամեն մեկը ինչ կարող էր թխել էր, այդ կազմակերպչական աշխատանքները ամբողջը իրենք էին արել։ Ոգևորվածություն կա։ Այո, այսինքն, բայց դրա յետևում մեծ աշխատանք է եւս, այսինքն մենք մինչև այս կետին հասնելը մի քանի ամիսներ շարունակ աշխատել ենք իրենց հետ, նրա հետ, որ իրենք մեզ հավատան ու այդ պատճառով է նաեւ, որ ես բնակվում եմ հենց այդ գյուղում այս պահին ու ամեն գյուղում է դա տենց լինելու, հա, որ այդ վստահությունը լինի, քանի որ եթե չլինի այդ վստահությունը, իրենց ներուժը չի բացահայտվի մինչև վերջ։ Բացի այդ, երբ դառնում ես իրենց շարքում ապրող մեկը, դա արդեն տալիս է հնարավորություն հավատալու տվյալ մարդուն եւ իսկապես ցանկացած նորույթ, ինչ որ մի բան, որը որ նոր բան է առաջարկում, սկզբից անվստահություն առաջացնում։ Դա նորմալ է։ Ինչքան ժամանակ անցակ այդ ամեն ինչի միջով ու հիմա ինչ փուլում եք հարաբերությունների հետաքրքիր է։ Կարծում եմ 5 ամիս մոտ շփվել ենք ու շատ ոգևորող է նաև որ հենց գյուղի այդ համայնքի փոքրիկ համայնքի ղեկավարները եւս շատ ներգրաված են ու մենք ոնց որ sense մի հատ ընտանիքի պես այդ խնդիրները լուծում ենք ոնց որ մեր տանը ինչ որ խնդիր լինի ու մենք բոլորս շահագրգռված այդ լուծում ենք դժվար է գիտեք ինչը որ ամեն գրեթե բոլորի տանը եղել ենք, բացատրել ենք, մարդկանց ամուսիններին, սկեսուրներին, հա, ընտանիքի անդամներին, ինչի է սա կարևոր, հա, եթե շաբաթը 5 օր մի քանի ժամով պետք է բացակայի կինը տանից ու գա սովորի,
ու ինչ որ բան ստեղծի, դա ինչի համար է կարևոր։ Այդ հարցին մենք 10,000 անգամ, եթե ոչ ավել, պատասխանել ենք ու դա արդյունք ունի, որ մեր բացմանը ներկային ամբողջ գյուղը ամուսիններով, երեխեքով, Հետաքրքիր է, ոնց եք բացատրում, ինչ պատասխան եք տալիս, երբ օրինակ ասում են, դե մեր հարցը պետք է օրինակ ինչ որ հաց թխի այդ ընթացքում, սովորելու ընթացքում։ Խնդիրներն ենք բերում, այս խնդիրները դուք ուզում եք ձեր գյուղի լուծվի։ Հա, իհարկե ուզում ենք, բայց ինչ որ մարդիկ պետք է լինեն, որ բարբերաբար բարձրաձայն են այդ խնդիրները, հոգ տանեն այդ խնդիրների մասին, լուծում փնտրեն։ Այ ձեր կինը եւս, ձեր հարսը եւս, ձեր մայրը եւս լինելու է այդ ամեն ինչի մի մասը, ու որ մենք հասնենք այդ խնդիրները բացահայտենք, դուք ասելու եք, որ ձեր ընտանիքից է այդ լուծողը։ Հա, իրականում մենք տալիս ենք կրթական գործիքներ, որոնք որ հնարավորություն կտան այդ ներուժը բացահայտելու, որովհետև առանց դրանց շատ ավելի բարդ է։ Շատ անգամ ամեն մեկս մեզանից հաստատ նման դեպք ունեցել է կյանքում, նստած մտածում ենք, դե լավ, ես ինչ կարող եմ անել, հա, ու ասում ես, դե լավ, ես հասարակ մեկն եմ, առանձնապես տաղանդներ չունեմ եւ այլն, բայց հայտնվում է մեկը կողքից ու ասում է դու գիտես, դու այս հատկանիշը ունես, ինքան լավ է քո մոտ ստացվում, իսկ դու ամբողջ կյանք դա լավ ես արել ու չես մտածել, որ դա իրոք մեծ օգուտ կարող է բերել հանրության համար։ Իսկապես դա շատ կարևոր է, հետաքրքիր է կանանց կողմից ինչ որ բիզնես գաղափարներ, որ գան ձեզ ինչ որ մի բան առաջարկեն, այ օրինակ ես սա կուզեի անել, այդ արձագանքը ինչպիսին է։ Իրենք ինչքանով են նախաձեռնողի դերում հանդես գալիս։ Շատ հետաքրքիր է, որ չսկսած, հա, այդ process-ները խմբեր են ձևավորվում, որը չի եղել գյուղում։ Այսինքն գյուղը եղել է անհատներ, բայց խմբեր չի եղել։ Ու թիմային ինչ որ բաներ եմ տեսնում, որ արդեն շատ ոգևորվում եմ, այսինքն ես ես ինչի հետ կարամ, ես ինչ բան անեմ, ես սա եմ լավ անում, ինքը ես, կարանք միասին ինչ որ այս առաջարկները, որ գալիս են անդադ, այդ շատ ոգևորվածության մասին է խոսում դա արդեն։ Այո, ու պարզ երևում է, որ մարդիկ պատրաստ են աշխատեն դրա համար ու նաև գիտակցում են, որ իրանցից է շատ բան կախված։ Այո, դա շատ կարևոր է, երբ ինչ որ խնդիր կա ու խնդրի տերը գիտակցում է, որ նաև ոչ միայն տերն է, նաև լուծողն է։ Այո, երկու դերում էլ ինքը իրեն պետք է տեսնի, դա շատ կարևոր է։ Այո։ Բացի, եթե ունեք հավելելու բան, սիրով։ Ես հա կուզենամ մի պատմություն մեջ բերել, մեր առաջին հանդիպման ժամանակ հենց Զովաբերում կանանց հետ փոքրիկ sense ինչ որ տակուկ մթնոլորտում նստած զրույց ենք անում, փորձում ենք պարզաբանել մեր գլոբալ նպատակը ու կանանցից մեկը իր սկեսուրի հետ էր եկել, երկուսով նստած sense նայում ենք աչքերը բոցավառվում են մեր պատմելու ընթացքում, ասում եմ մենք նստած ենք ամեն աստծու օր մտածում ենք մենք ինչ կարող ենք անել այս գյուղի համար, ընդ որում աղջիկը հարց է եկել գյուղ, այսինքն նա ավելի շատ կողքի ոնց որ երրորդ կողքի աչքից է հա կողքից էր նայում խնդիրներին ու ասում ամեն օր մտածում ենք թե ինչ կարող ենք անել, բայց մինչև օրս դեռ որ գործնական ինչ որ բան չենք ձեռնարկել ու ինչքանով է ոնց որ մեր իրավիճակը ոնց որ մի կողմից մտածում ենք, մյուս կողմից ոչ մի բան չենք ձեռնարկում, ես էլ հավելեցի, ասում եմ, իսկ ով գիտի, գուցե մեր այստեղ լինելը ձեր մեծ ցանկության արդյունքն է։ Ու նրանք էլ շատ ողջավորվեցին դրանից, ինձ թվում է իրոք շատ կարևոր է մի բան ցանկանալ ի սկզբանե այդ ներքին ցանկությունը արդեն կարող է գործ դառնալ միանշանակ այդ ներքին տաղանդները ներքին ցանկությունները բացահայտել իսկապես գործի ինչ որ տոկոսներն արդեն լրացվում են այդ դեպքում ու ոնց հասկացա ստացվում է որ դուք գյուղացիների հետ համայնքային բնակիչների հետ ծեր համագործակցության մեջ եք գտնվում ամեն օր իրար հետ կոֆե ենք խմում Էդ է ուզում ո՞նց է գյուղում ապրելը Զովաբերում ապրելը ես միանշանակ կտեղափոխվեի ինչ որ միտեղ գյուղում, հա, ես այս աղմուկից Երևանյան եւ այլն, ես շատ եմ սիրում փախնել ու հենց այս ծրագիրն է, ոնց որ ինձ շանս է տալիս, ես լինեմ շատ փոքրիկ համայնքներում ու այնտեղ կյանքը իրոք շատ դանդաղ է։ Սենց իր հունով գնում առավոտը բացվում, դու չես տապում։ Ու շատ ուրախ եմ։ Շատ լավ է, երբ երիտասարդները ձգտում են դեպի համայնքներ, համայնքային կյանքում ապրել, դա ինչ խոսք ողջունելի է, որովհետև հիմա կյանքը կենտրոնացված է մեծ քաղաքներում ու մեր դեպքում նաև Երևանում։ Դրամահավաք է նաև մեկնարկել, այն ինչը որ կյանքի է կոչվում, ինչ խոսք դրա համար մեծ ֆինանսներ են հարկավոր, կուզեմ խոսենք դրամահավաքը, որ փուլում է գտնվում, ինչ որ խոշոր գումար արդեն հավաքվել է, դեպի ուր եք գնալու դրամահավաքով։
Այո, դրամահավաքով մենք արդեն հավաքել ենք 10 միլիոն դրամի չափով գումար, որը իրականում գրեթե այն գումարն է, որը հարկավոր է երկու գյուղում այդ կրթական ծրագիրը իրականացնելու համար։ Եւ եւս մեկ գյուղ։ Այո, եւ եւս մեկ գյուղ եւ այս պահին դրամահավաքը մենք շարունակում ենք եւ մեզ համար անչափ կարեւոր է ամեն մեկի ներդրումը թեկուզ ամենափոքր չափով, որովհետեւ ի վերջո դա բոլորիս զարգացման, բոլորիս կյանքը բարելավման հնարավորություն է իրականում։ Եվ Ռեարմենիա հարթակը շատ մեծ հնարավորություն է տալիս ոչ միայն Հայաստանում, այլ նաև դրսից ֆինանս բերելու, այո, եւ լավ փուլում եք ոնց հասկացա։ Այո, լավ փուլում իրականում, հա։ Մարդիկ երբ որ լսում են կրթության եւ զարգացման մասին, մեծ սիրով պատրաստ են Ինչաճելի է լսել իրականում, շատ լավ է, որ այդպիսի հետադարձ կապ կա արդեն ձեզ հետ համագործակցողներից, ովքեր են ձեր գործընկերները, ում հետ եք աշխատում ծրագիրը իրականացնելիս։ Մենք ունենք շատ աջակիցներ, աջակից մարդիկ, ովքեր հավատացել են իմ պատմելու օրվանից, հա, երբ որ ծրագիրը դեռ չկար, դա իմ սիրելի, մեր սիրելի ուսուցիչն է առաջին հերթին, ես ծրագիրը երևի երկրորդ մարդն է եղել, ում պատմել եմ, Սամվել Մարտիրոսյանը, ում գիտեն ուրիշ ձևով, մենք Ես էլ այդպես մտածեցի, ոչ այդ Սամվել Մարտիրոսյանի մասին։ Այդ Սամվել Մարտիրոսյանը, որը եւս ուսուցիչ է, այո, մեր ուսուցիչն է եղել, ու ծրագրի մասին իմ ուսուցիչներին եմ պատմել առաջինը, ինքը շատ sense հավատաց մի անգամից ծրագրին, ու անգամ իր հավատալուց ես sense ասի լուրջ։ Ու այդ շատ ոգևորիչ է ու առաջա։ Կրթության մասին կիսվում ենք կրթությունը կրողներից ու փորձում ենք առաջ տանել։ Մաղթեմ ձեր գործերին հաջողություն, աղջիկներ, ոնց հասկացա շատ ակտիվ փուլում եք գտնվում եւ այս դեպքում համայնքային կյանքը զարգացնելն իսկապես շատ կարեւոր է ընդհանուր կայուն, խաղաղ, անվտանգ ու ապահով հայրենիք ունենալու համար։ Վստահաբար։ Այո, մենք կուզենանք կոչ անել բոլորին հնարավորինս ամեն մեկը իր հնարավորության չափով միանալ մեր նախագծին եւ հասկանալով, որ սա սոցիալական ազդեցություն ունեցող նախագիծ է բոլորի վրա, միանշանակ։ Այո։ Անկամ Գեղարքունիքում է Տավուշի մարզի բնակիչներն իր վրա զգալու է ինչ-որ չափով այդ ընթանում։ Այո, եւ միասին մենք ի վերջո կարանք տարածենք այդ մեր մեծ ազդեցությունը։ Այո։ Շնորհակալ եմ աղջիկներ նորից զրույցի համար, մաղթենք նորից ձեր գործերին հաջողություն։ Ես կարծում եմ կարելի է ինչ-որ ժամանակ հետո հանդիպել եւ արդեն խոսել արդյունքների մասին։ Դե ինչ հարգելի հեռուստադիտող, Նուր հեռուստաընկերությունն այսօր մարտի 9-ին ավարտեց իր եթերը։ Ես ձեզ մաղթում եմ հաջողություն նորից հանդիպելու ակնկալիքով։